խաբում են մեր ժողովրդին, անկախություն ենք հաստատել, մինչև Նիկոլի իշխանության գալը, մինչև 1918 թիվը խաղաղություն էր տիրում, ընդամենը 16 թվականին եղել է քարոզիա մի կարճ պատերազմ, մի փոքր բախում, որը արագ ավարտվել է։ Նիկոլը իշխանության գալով մեր ժողովրդին բերել է 3 պատերազմ, մենք տվել ենք 5000-ից ավելի զոհ, մենք ամբողջապես կորցրել ենք Արցախը, նաև Հայաստանի տարածքից ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք ռազմավարական նշանակության բարձունքներ ու դիրքեր, որտեղ Ադրբեջանի զինվորականները եկել ու նստել են, կրակի տակ պահելով մեր բնակավայրերն ու մեր արևելյան ճանապարհները, ինչպես նաև Նախիջևանի կողմից մեր արևմտյան ճանապարհներն ու բնակավայրերը։ Այսպիսին են նրանց քաղաքականության հետևանքը։ Դրա համար մեր ժողովրդին ես կոչ եմ անում, երբեք չպետք է հուսահատվել։ Հիշեցնում եմ Ուինստոն Չերչիլի խոսքերը, որևէ հաղթանակ վերջնական չէ, պարտությունն էլ վախճանը չէ, կարևորը չհուսահատվելն ու չհանձնվելն է։ Ոտքի մեր ժողովուրդ, պետք է միավորվել, համախմբվել եւ թող որոշեն ապագա ազգային ժողովում խմբակցություն ունեցող քաղաքական ուժերը, առաջնորդեն մեզ, մենք էլ նրանց աջակից, ես ներկայացնում եմ հայոց աշխարհազոր ռազմաքաղաքական միավորումը, ունենք մի քանի հազար անդամներ ամբողջ Հայաստանով մեկ, որոնք բոլորը պատերազմի մասնակիցներ են ու պայստազորի զինվորականներ։ Մենք կանգնած ենք ընդդիմադիր առողջ ազգային ուժերի թիկունքին, աջակցելու ենք նրանց եւ տապալելու ենք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Եվ նաեւ այս փուլում դեռևս պաշտոնական Ռուսաստանը շնորհավորանք չի ուղղել Նիկոլ Փաշինյանին եւ առաջիկայում սպասվում է Փաշինյանի այցը Ռուսաստան, խնդրեմ։ Մի շարք երկրներ շնորհավորել են Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը Հայաստանի վարչապետի պաշտոնում, հատկապես արևմտյան երկրները, Թուրքիան, Ադրբեջանը եւ այլն, Ռուսաստանը բնականաբար չի ուրեմն շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ նրանք քաջ գիտակցում են, տեսել են Ռուսաստանի քաղաքացիներ բազմաթիվ են Հայաստանում, Ռուսաստանի դեսպանատունն է Հայաստանում, նրանք տեսել են, թե ինչպիսի ընտրություններ են տեղի ունեցել։ Այդ ընտրությունները կեղծված են, այդ ընտրությունները անընդունելի են, ընտրությունները պետք է չեղյալ համարել։ Մեր ժողովուրդը չպետք է ընդունի այդ ընտրությունների արդյունքները։ Պուտինը դրա համար չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին։